Նախընտրական շրջանում խորհրդարանական ընտրություններին մոտ Թուրքիան շարունակում է քարոզչական տարբեր թեզեր հրամցնել հայ հանրությանը։ Մի քանի տարի առաջ թուրքական կողմը հայտնեց, թե կբացի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, ինչը տեղի չունեցավ։ Խոսակցությունները, որ սահմանը բացվելու է եւ այլն եւ այդպես շարունակ, քաղաքացիների զգալի մասի մոտ տրամաբանորեն ավելի շատ վտանգի եւ տագնապի զգացողություն է առաջացնում, քան տնտեսական ինչ-որ բարիքների։ Թուրքիան չունի այն նպատակ Հայաստանի հետ սահմանը բացելու, բայց ինքը ունի նպատակ Հայաստանի տարածքը օգտագործելու։ Հիմա էլ միջազգային ու թուրքական մամուլը ամբողջ մեդիա դաշտը ողողել են լուրերով, թե նախատեսվում է վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը։ Վերլուծաբանները համոզված են, թուրքական կողմը աշխարհաքաղաքական խաղադրույք է կատարել ավելի շատ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհի վրա։ Կարս-Գյումրի երկաթուղին, որը իդեպ ես ամենատեպս տեսանելի ապագայում իրատեսական չեմ համարում։ Հակառակ դեպքում Թուրքիան չէր կառուցի երկաթուղի Կարս-Իգդիր Նախիջևան, որի վրա արդեն միլիարդավոր դոլարներ են ծախսվել։ Financial Times-ը գրում է, որ օրինակ թուրք պաշտոնյաները փորձում են ամերիկացիներին ներկայացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը միջին միջանցքի մի հատվածն է, եւ այն պետք է այլընտրանք դառնա Հորմուզի նեղուցին, ստեղծված պատերազմական գործողությունների համատեքստում։ Գրեթե նույնաբովանդակ հոդված է տպագրել մեկ այլ թուրքական լրատվամիջոց, մանրամասն ներկայացնելով, թե ինչ կազմակերպություններ են ներգրաված Թուրքիայի տարածքում երկաթգծի կառուցման աշխատանքներում, եւ որ այն կնվազեցնի առևտրային խոչընդոտները նաեւ Սև ծովի նավագնացության խափանումների դեպքում։ Իրենք ոչ թե ուզում են Հայաստանի համար ապաշրջափակում ապահովել, իրենք Հայաստանի տարածքների հաշվին այլ երկրների հետ բանակցություններ են վարում Հայաստանի մասին, առանց Հայաստանի բանակցություններ են վարում։ Մնացած ամեն ինչը նախընտրական մանիպուլյացիաներ են։ Ըստ քաղաքագետների, թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի հետ բանակցություններում զիջումների գնալու փոխարեն, որպեսզի օրինակ Հայաստանով տրանզիտ հնարավորություն ստանա, ստիպում են Հայաստանին վճարել հայ-թուրքական սահմանը բացելու կամ դրա պատրանքի համար։ Մենք արդեն վճարել ենք Արցախով, մենք հիմա պատրաստում ենք փոխել սահմանադրությունը, այսինքն թուրքերը շատ լավ բռնել են այսպես Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս քարոզչական թեզերի նրբերանգները եւ դրա վրա փորձում են իրենց շահերը սպասարկել, եթե չասենք, որ մեր իշխանություններն են էլի ուղիղ սպասարկում Թուրքիայի շահերը։ Մի տեսակ Թուրքիայի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ռոմանտիզացում է գնում։ Այս ամեն ինչը սա թուրքական նարատիվներ են, որոնք եկել են հայաստանյան իրականություն։ Հայաստանի իշխանություններն ամեն օր հայտարարում են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Փորձագետները հարց են տալիս. լավ, եթե խաղաղություն է, ապա ինչու են հայտարարում, որ Ադրբեջանն է խանգարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն Հայաստանի նկատմամբ նույն ծրագրերը, ուղղակի Թուրքիան ավելի շատ բարի ոստիկանի դերի մեջ է մտել, Ադրբեջանը չար, սակայն նրանց երկուսի թիվ 1 նպատակը Հայաստանի պետականության քայքայումն է այն աստիճանի, որ այն ուղղակի դադարի գոյություն ունենալ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։